Սիրելի եղբայրներ եւ քույրեր, ողջունեմ բոլորիդ, հույսով եմ լավ եք, Աստված օրհնեց ձեզ շատ անպայման չի մոռնաք դարաձելու եւ հետեւելու մեզի YouTube, Instagram, Facebook, TikTok։ Այսօր շատ հետաքրքիր զգուշացնող խոսում կուզեմ իրար հետ քննարկենք, խոսենք, իրար հետ մտածենք։ Մատթեոս ավետարան 24-ին մեջ եթե Աստվածաշունչ կգարտակ, գիտեք, որ վերջին օրերում մասին կխոսի Աստվածաշունչը եւ այն խոսքը, որ պիտի բաժնեկցիմ, որ սրտիս մեջ կա, իրականության մեջ Աստծո ծառայողներուն, Քրիստոսի եկեղեցին համար է, բոլոր անոնք, որ առաջին անգամն է գտիդեն, բոլոր անոնք, որ չեն հաստատված եկեղեցի մեջ Աստծո ծառայողներ չեն, ասից էզի ալ շատ օրհնություն կլա, որովհետեւ բոլորս գիտնանք Աստծո գամքը ինչ է, բայց հadouk որպես Աստծո ծառայողներ իմ կարծիքովս այնինչ որ պիտի խոսիմ ստապեցնող, զգուշացնող, մտածելու դեղ դվող է շատ, որովհետև պիտի գետրոնանամ եւ խոսիմ եկեղեցի հիմնական թերին մասին, թե ինչ հիմնական գանջ կա եկեղեցին վրա, Աստծո ծառայողներուն վրա, որ ադիգա մենք ենք, Հիսուս Քրիստոսին հետևողները եւ իր աշակերտները։ Ուրեմն Մատթեոս ավետարան 24:14-ին մեջ Հիսուսը գարդայդվի իսելով Արքայության այս ավետարանը փովանտակ աշխարհի մեջ պիտի քարոզվի, բոլոր ազգերուն վկայությունը լալու։ Անգե հետո վերջը պիտի կա, գլխակիրով վերջը գրված։ Շատ կարևոր դեղ մնա Աստվածաշունչի մեջ, որովհետև Հիսուսը գշեշտե էսելով ինչպես կամ երբ վերջը պիտի կա։ Որովհետև ոստեղը վերջին օրերու մասին կխոսեր գոր Մատթեոս 24-ի մեջը մի քանի օրինակներ դալեն վերջ շեշտեց ասելով վերջը պիտի կա երբ որ արքայության այս ավետարանը փովանտակ աշխարհի մեջ քարոզվի բոլոր ազգերուն, բոլոր ժողովուրդներուն, բոլոր ցեղերուն, անգե իդ վերջը պիտի կա։ Շատ կարևոր է աս խոսքի միապանությունը ավետարանը քարոզվի ամեն ազգերուն, որբեսի վերջը կա։ Եվ եթե մենք Աստծո ծառայողներ ենք, եթե մենք հավատացյալ ժողովուրդ ենք, անշուշտ բոլորս գիտենք եւ բոլորս կսպասենք մեր Տիրոջ քալուստին, Հիսուս Քրիստոսի քալուստին։ Եթե մարդ կա գտիդե գոր եւ չգիտեր, սիրեներ, Հիսուս Քրիստոսը պիտի վերադառնա։ Եվ որպես Աստծո ժողովուրդ շեշտը գտնեմ գոր որպես Աստծո ծառայողներ, մեզի համար ամենահիմնական կարևորագույն բանն է, որը սպասենք մեր Տիրոջ քալուստին, նույնիսկ Աստվածաշունչը գսե արդորալով սպասեցեք Տիրոջ քալուստին։ Եվ մտածենք ասոր մասին, որ վերջը պիտի կա, եւ երբ որ վերջը կա, աշխարհի վերջը կա, Հիսուս Քրիստոսը պիտի վերադառնա, եւ նույնպես չարինալ վերջը պիտի կա։ Վերջին ժամանակին Եվ որ Հիսուս Քրիստոսը վերադառնա, եւ որ աշխարհի վերջը կա, չարնալ պիտի դադարվի, չարինալ վերջը պիտի կա։ Ինչու աս ամեն իրար շատ կարևոր է, որովհետեւ եթե ավետարանը քարոզելով վերջը պիտի կա, ուրեմն չարին համար ամենակարևոր բանը, ամենակարևոր գործը, որ ինքը այսօր գեցնե ավետարանի քարոզությունը, որովհետև աշխարհի վերջը կալով իրալ վերջը պիտի կա սատանային եւ իր հրեշտակներուն, թևերուն, չար հոգիներուն, որ այսօր ակտիվորեն գաշխատին մարդոց կյանքերը գործանելու Աստվածաշունչը գսե սատանան կքողնա, կսպաննե, կգործընծնե։ Հիմա եթե վերջը կալու նշանը ավետարանը հասցնելն է ամեն ազգերուն, որովհետև այդ վերջը կալը Նաև ասել է Հիսուս Քրիստոսին վերադառնալը։ Սատանան ամեն բան պիտնե, որբեսի վերջը կալը ուշացնե։ Հիմա տուն ինձ վիցես ինչու ինքը գրնամը ուշացնել։ Եթե ավետարանը քարոզելով է, որ վերջը գուկա, ուրեմն ինքը ամեն բան պիտնե, որբեսի եկեղեցին գեցնե ավետարան քարոզելեն, որբեսի վերջը ավելի ուշանա։ Այո, ամեն բան Աստծո ցերկերում մեջն է, Աստծո ժամանակներուն մեջն է, բայց մենք չենք կնար ամեն բան Աստծո վրա ցկել եւ մոռնալ, որ Աստծո ժողովուրդը, Աստծո եկեղեցին նաև մեծ դեր ունի Աստծո հետ համագործակցելու
որբեսի Աստծո գամքը կդարվի եւ Աստծո ժամանակները կդարվին։ Ադորամար ինչու շատ զսկուշացնող է աս խոսքը եկեղեցին առաջինը ինձ մեզ սկսած Աստծո ծառաներուն զսկուշացնող է, որովհետեւ այսօր մենք ամեն ինչին մեջ կհասկանանք, որ չարը սատանան ոչ մեկ չանք պիտի չի խնայե, որբեսի թմրեցնե եկեղեցին, ոչ մեկ չանք պիտի չի խնայե, որբեսի եկեղեցին իր շիդակ դեղը ըլլա։ Լսեցեք ինչ կսեմ։ Եկեղեցին գանչված է ըլլալու այնտեղ, ուր որ Աստված գանչեր է, որ ինքը ըլլա։ Հիմա եկեք հիշենք ով է եկեղեցին եւ ինչ նպատակով ծնավ եկեղեցին։ Եկեղեցին Աստծո ժողովուրդն է, չէ, հավատացյալներու միապան ժողովուրդն է, որբեսի այս ժողովուրդը, որ կգոչվի եկեղեցի, առանձնացած ժողովուրդը լա, Աստծո համար Հիսուս Քրիստոսի արյան միջոցով միապան, որբես Աստծո ժողովուրդ, որբեսի լա մեկ ժողովուրդ եւ բաշտե մեկ Աստծո, Հորը, Որդուն եւ Սուրբ Հոգուն։ Բայց նաեւ եկեղեցին ծնունդ արավ, եկեղեցին գա նպատակի համար, որ հանձնարարություն է, որ Հիսուս Քրիստոսը Մատթեոս ավետարանի 28-րդ խոսքի գլուխի վերջին խոսքերու մեջ ասավ եւ Մարգոսին մեջ նաեւ, որ Քրիստոսը դվավ հանձնարարություն իր եկեղեցին։ Այսինքն մենք որպես եկեղեցի Աստծո ժողովուրդ ենք, առանձնացած մեր Աստծո բաշտելու, բայց նաեւ Աստծո ժողովուրդ ենք, որովհետեւ միասին հանձնարարություն մգադարենք։ Ինչ է այդ հանձնարարությունը։ Մատթեոս ավետարան 28-րդ գլուխ 18-րդ խոսքի մեջ 18-20 Հիսուս մոտենալով խոսեցավ անոնց ու ասավ. ամեն իշխանություն ինձի դրվեցավ երկնքի ու երկրի մեջ։ Ասիկա երբ է, երբ որ Հիսուսը հարություն արավ, խաչվեցավ, հարություն արավ եւ հիմա իր աշակերտներուն կխոսի գոր։ Ուրեմն կացեք, բոլոր ասկերը աշակերտեցեք, մգրդեցեք զանոնք հանուն Հոր եւ Որդու եւ Հոգվույն Սրբո։ Սորվեցուցեք անոնց, որ այն բոլոր բաները բահեն, ինչ որ ես ցեզի պատվիրեցի, ահա ամեն օր ես ցեզի հետ եմ մինչև աշխարհիս վերջը, ամեն։ Քրիստոսի մարմինին դրված է հանձնարարություն։ Եվ այսօր այդ հանձնարարությունը ավետարանի քարոզչությունն է բոլոր ասկերուն։ Եվ ինչպես գապված է քիչ առաջվա խոսքը այս խոսքին հետ Մատթեոս 24 վերջին օրերու մասին, Մատթեոս 28 ավետարանի դարածման մասին։ Եթե բոլոր ասկերուն ավետարանը քարոզվիլը գահասցնե գոր վերջը Քրիստոսի վերադառնալը, աշխարհի վերջը եւ Քրիստոսի վերադառնալը, եթե ավետարանի քարոզությունն է այդ վերջը բերողը եւ Հիսուսի հանձնարարությունն է ամենակարևոր եւ հստակ եկեղեցին, որ կացեք ավետարանը քարոզեցեք, ուրեմն Հիսուսը ասել գուզե որ ես կուդամ որ ցեզի աս հանձնարարությունը, որբեսի դուք դարազելով ավետարանը բոլոր ասկերուն ես ետ վերադառնամ։ Հիսուսի դված հանձնարարությունը այն էր, որբեսի հետո այդ հանձնարարությունը գադարելով եկեղեցին Հիսուս Քրիստոսը վերադառնա։ Մարգոս ավետարանն ալ հիշենք մեկ հատ, Մարգոս ավետարան 16-15 կսե կացեք, ըսավ անոնց, կացեք, բոլոր աշխարհ ավետարանը քարոզեցեք բոլոր ստեղծվածներուն։ Աստծո եկեղեցին այսօր ունի հանձնարարություն, ոչ թե այսօր նկատի ունիմ այսօր, այլ ընդհանրապես ունի հանձնարարություն իր դիրոջմե։ Կացեք բոլոր աշխարհը ավետարանը քարոզեցեք ամեն ստեղծվածներու, որովհետև երբ որ ամեն ստեղծվածները, այսինքն ամեն ասկերը, ամեն ցեղերը լսեն, վերջը պիտի գա եւ Հիսուս Քրիստոսը պիտի վերադառնա։ Ինչու շատ զսկուշացնող է, ստապեցնող է, որովհետև նաեւ սատանային համար շատ վախցնող նյութ է, որովհետև սատանան գիտե աշխարհի վերջը երբ որ կա, իր վերջն ալ պիտի գա, Հիսուս Քրիստոս երբ որ վերադառնա, ադորամար այսօր այս ճշմարտության
մեջ մենք կհասկանանք, որ սատանան ոչ մեկ չանք չի խնայեր որ ամենաշատ որբեսի ետ բահե Քրիստոսի մարմինին այն հանձնարարությունեն, որ ինքը կանչված է։ Այսօր սատանան ոչ մեկ չանք չի խնայեր որ Աստծո ծառաներուն թեմ, որբեսի ոչ թե միան իրենց կյանքերը գործանե, այլ նաև իրենց միջոցով, որբեսի ավետարանը չքարոզվի։ Ադորամար այսօր ստապեցնող է, զգուշացնող է եւ հարցումը մեզի ուղված է, ինձ մեզ սկսած։ Որբես Աստծո ժողովուրդ, որբես եկեղեցի, արդյոք որքանով մենք այն հանձնարարության մեջ ենք, արդյոք որքան նախանցախնդիր ենք ըլլալու այն հանձնարարության մեջ, արդյոք որքան ծառայության կորձի մեջ ենք, որբեսի ավետարանը քարոզենք բոլոր ազգերուն։ Որովհետև սիրելիներ, մենք Աստծո զավակներ ենք, բայց նաև Աստծո ծառայողներ ենք եւ ունենք հանձնարարություն։ Ամենա զգուշացնող միտքը ինձի համար աստնույթին մեջ ադի է, որ վստահ եղեք սատանան ամենաշատ գետրոնացած է, որբեսի Աստծո ծառաներուն ետ բահե, որբեսի իրենց թիրքի մեջ լան շիդակ, որ ադիալ ասկերուն հասնինն է, ավետարանը քարոզելն է։ Եվ այսօր մտածելու դեղ գուտա այս ամենը, ինձի, մտածելու դեղ գուտա քեզի, որ որքանով այսօր մենք մեր շիդակ դեղնենք, որքանով մեր սրդերը շիդակ դեղնեն, որքանով մեր ցանկությունները եւ փափակները շիդակ դեղնեն, որովհետեւ որբես Աստծո ժողովուրդ, որբես եկեղեցի, որբես Աստծո ծառայող, անհատական նույնպես, եւ միապանության հետ գաբունի ասի եւ անհատական, որքանով այսօր ծառավ ենք մենք, որբեսի ավետարանը հասնի ասկերուն, որքանով այսօր նախանցախնդիր ենք, որբեսի ավետարանը հասնի ասկերուն, որքանով այսօր պատրաստ ենք մեր անձերը ուրանալու, որբեսի նվիրվենք ավետարանի դարածման կորձին։ Աս ամեն հարցումները կսկամ որ դիրոճմե է, եւ առաջին ես ինձ կհարցնեմ որ որքանով այսօր մենք դարված ենք, մեր ժամանակը դված ենք մտածելու ավետարանի դարածման ասկերուն, որքանով այսօր որպես եկեղեցի ձունկ գծրենք, որբեսի աղաղակ բարձրացնենք ասկերու փրկության համար։ Վստահ եղեք, Աստծո սրդին մեջ եղած ծանրացած ամենալուրջ նյութը ասի է գործվածները։ Իսկ արդյոք այսօր Աստծո ժողովուրդը շիդակ իր դեղն է, որբեսի հասնի այն անհասանելի ժողովուրդին, այսինքն նկատի ունիմ անհասանելի ժողովուրդը, որ իրենց երբեք չհասած ավետարանը։ Այդ ասկերը, այդ ցեղերը, այդ խումբերը, էթնիկ խումբերը, որ ասկերուն մեջն են, որ իրենց մեջ ընդհանրապես ավետարանի դարածման վկայություն չի գա, ընդհանրապես փրկության վկայություն չի գա, Հիսուս Քրիստոսին անունով փրկություն չի գա։ Սիրելի Աստծո ժողովուրդ, եթե մենք ենք Աստծո եկեղեցին Հիսուս Քրիստոսի անունը գրած մեր վրա, մգրդված Հոր, Որդու եւ Սուրբ Հոգու անունով, եթե այսօր եկեղեցին է դրված այս հանձնարարությունը, որբեսի Հիսուս Քրիստոսը վերադառնա, ուրեմն այսօր մենք կարիք ունենք լուրջ վերաբերվելու, թե մենք ինչերու մեջ ենք եւ արդյոք մեր դեղն ենք թե ոչ։ Ես աս ամենը չեմ սերգոր որբեսի գասկազներ բարձրացնեմ քու կյանքիդ մեջ եւ այլն չէ, աս ամենը ես կսեմ որ բարձ սրդով, բարձ մտքով եւ բարձավես իմ եղբայր քույրերուս հետ գխոսիմ գոր քանի անգամ լսի առաջին հարցումը ինձ գուտամ գոր որովհետեւ սիրեներ ես որքան գծարայեմ գոր Աստծո atkan ավելի կհասկանամ որ Աստծո սիրտը չփրկված մարդոց քերի եղող սատանային քերի դարձած մարդոց խավարի մեջ նստող ժողովրդին հետն է Աստծո սիրտը իրենց փրկելու համար։ Եվ այսօր որպես Աստծո եկեղեցի մենք այսօր կրնանք գետրոնալ շատ
Աժան բաներու վրա, այսօր մենք կրնանք մեջ-մեջի բարակդումներ ունենալ, գրիվներ ունել, հագարագություններ ունենալ աժան բաներու համար, մեր մեջ կան նախանցներ, հբարդություններ, քորոզություններ, հագարագություններ, ով բիտ անցնի մույսեն, որբեսի ինքը ծառայության պատասխանատուն լա եւ այլն, աժան եւ ավելի իսեմ թիվային, շնչավոր, մարմնավոր գրիվներ, իսկ ով բիդի Աստծո սրդին հետ սիրտը տնե ասելով խավարին ստող ժողովրդին հասնելու համար իր կյանքը պիտի տա, ով այո եկեղեցի մեջի ծառայությունները այն ամենը հիմա ասյալ չէ Լիբանանի եկեղեցի ծառայության պատկանող ծառայությունն է որ ես միշտ կնստիմ ոստեն գխոսիմ մենք ունենք գիրակնորյա ծառայություններ մենք ունենք դնային եկեղեցիներ շաբթվա մեջ որ հոնդեղը մարդիկ դառնան աշակերտներ աս ամենը չափազանց կարևոր է այո սխալ մի հասկնակ բայց այս ամեն ինչը գա եկեղեցին գա մեր քրիստոնեական կյանքի քոյադևումը գա որովհետեւ մենք Աստծո բաշտենք իրար հետ ես երկու օրինակով գրնամ դալաս մեր քրիստոնեական ճամփորդության անուն երկու դարբեր վերնակիրներ որովհետեւ մենք որպես Աստծո ժողովուրդ բաշտենք մեր Աստծո որովհետեւ մենք որպես Աստծո ժողովուրդ Աստծո դված հանձնարարությունը կատարենք ուրիշ բան չի գա ուրիշ բան մնելու համար չի գա չէ եկեղեցին զնավ որբեսի լա Աստծո ժողովուրդը երկրբակի Աստծո որբես Աստծո ժողովուրդ որբես եկեղեցի ավելի ճանչնա Աստծո եւ երկրորդը որբեսի ծառայե Աստծո այդ ծառայության վերնակիրը ասե որբեսի Հիսուս Քրիստոսի դված հանձնարարությունը կատարե կացեք բոլոր աշխարհը ավետարանը քարոզեցեք Ադորամար սիրելիներ, այսօր այս իմ ուղերձին նպատակն է որբեսի մեր սրդերում մեջ վարվի գրագը Հիսուս Քրիստոսի դված հանձնարարության հանդեպ որբեսի այսօր որբես Աստծո ծառայողներ իրական գենանք հայլին արչև եւ մեկ հատ մենք մեզի նայենք ինչ կնենք կոր ինչերու մեջ ենք այսօր հա որբես ծառայողներ ուր է մեր սիրտը արդյոք մենք հասեր ենք այդ դեղ որ ինչ դրվեր է մեզի եկեղեցիի մեջ գնենք կոր Մեր խիղճն հանգիստ է, որովհետև կծառայենք կոր եկեղեցիի մեջ։ Ուր գուզենք կոր հասնել մենք։ Ինչ է մեր նպատակը որպես եկեղեցի։ Մենք ամեն ինչ որ գնենք կոր։ Պետք է լա այն հանձնարարության հիման վրա, որ ասկերուն ավետարանը հասնի։ Այսօր ես որպես Աստծո ծառայող, որպես եկեղեցի հովիվ, ինչ է իմ նպատակս։ Ինչ գնեմ որ ես Աստծո դունի մեջ, որպես Աստծո ծառայող Աստված հանձնարարություն տվավ եւ ասկերու հասնելու չփրկված մարդոց հասնելու խավարի մեջ յող նստած ժողովրդին հասնելու հանձնարարություն այսօր մենք որպես եկեղեցի ունենք այո մեր եկեղեցական կյանքը մեր ծառայությունները բայց այդ ամենը նպատակ ունին եւ այդ ամեն ինչի նպատակը հասնել ասկերուն ես հիմա եթե նստեմ այս կամերային առջև իմ նպատակս է որբեսի չփրկված մարդիկ լսեն ավետարանը, որբեսի իմ եղբայր քույրերս շինվին Աստծո խոսքով, որբեսի իրար հետ գադարենք հանձնարարությունը։ Շատ կարևոր է ասիկա։ Եվ մի մորնակ Սատանան ոչ մեկ չանք պիտի չխնայե, որբեսի մեզի սփաղեցնե ուրիշ բաներով, որբեսի մեզի թմրեցնե, մենք մեր ծառայական եկեղեցական կյանքին մեջ սփաղված լանք, բայց ուր է մեր նպատակը, ուր ուղված են մեր աչքերը։ Մեր ծառայությունները չափազանց կարևոր են, բայց այդ ամենը պիտի լան հadouk նպատակով ադալ չփրկված մարդոց հասնելու։ Սիրելիներ, մենք որպես եկեղեցի Աստծո ժողովուրդ, Աստծո զավակներ ենք, նորեն գշեշտեմ գոր, որբեսի մենք իրար հետ բաշտենք մեր Աստծո, որպես Աստծո զավակներ բաշտենք մեր հորը։ Բայց նաև որպես Աստծո ժողովուրդ, Աստծո ծառաներ ենք, որբեսի ծառայենք մեր Տիրոջը։ Եվ մեր ծառայությունը ունի մեկ հիմնական վերնակիր, որբեսի հասնենք բոլոր ասկերուն։ Նայեցեք, Մարգոս ներողություն Մատթեոս ավետարան 4-րդ գլուխի մեջ 19 եւ 20-րդ խոսք Հիսուսը ըսավ. Իմ ետևես եկեք ու ցեզ մարդու որ սորտնեմ։ Անոնքալ շուտմը ուրգանները թողուցին ու անոր ետևեն կացին։
Հիսուսը գանչեց այս աշակերտներուն Պետրոսին եւ իր եղբորը գանչեց ասելով եկեք եւ ես ցեզի մարդու որսորդ պիտնեմ։ Եվ նայեցեք ինչ գրված է։ Անոնքալ շուտ մը ուրգանները թողուցին ու անոր յետևեն կացին։ Երկու կարևոր տաս։ Մեկը Հիսուսին գանչներ եկեք ու ես ցեզի մարդու որսորդ ընեմ։ Մարդու որսորդը սելով ինչ նկատի ունի։ Նկատի ունի այն հանձնարարությունը, որ ինքը տվավ ամբողջ ասկերուն ավետարանը կարոզելու, բայց նայեցեք ինչ եղավ հետո։ Անոնքալ շուտ մը ուրգանները թողուցին ու անոր յետևեն կացին։ Այսօր ես կուզեմ որ հարց տալ բոլորիս։ Արդյոք ուրգաններ գա մենք բռներ ենք եւ չենք երթարգոր Հիսուսին յետևեն գադարելու այն հանձնարարությունը, որ ինքը տվավ մեզի։ Սկուշ եղեք։ Հոստեղը նայեցեք ինչ կսեգոր։ Եկեք յետևես ես ցեզի մարդու որսորդ ընեմ, այսինքն ուղարկեմ մարդոց մեջ, ասկերուն մեջ, որովհետեւ ավետարանը կարոզեք։ Վարը քրվերը ուրգանները թողուցին ու անոր յետևեն կացին։ Աս խոսքը համեմատական հիմա այսօրվա համար ես հարց կուտամ որ։ Արդյոք մեր կյանքին մեջ կան բաներ, որ հոս ուրգանը օրինակ է Պետրոսին բարակային ուրգան գարցերքը ցկնորսեր իր բիզնեսը ադի էր։ Արդյոք մեր ցերկը արդյոք բաներ գա ուրգան չէ ուրիշ բաներ, որ արկեր կլագոր որ մենք ցկենք եւ Հիսուսին յետևեն երթանք։ Բայց հադուկ նկատի ունիմ Հիսուսի յետևեն երթալու հադուկ շեշտ Հիսուսին յետևեն երթանք գադարելու այն հանձնարարությունը։ Ոչ թե ամեն գիրակի մեր եկեղեցին երթանք, մեզի դրված կորձը անենք մեր եկեղեցին մեջ։ Ոչ Հիսուսին յետևեն երթանք ունենալով այն ծարավը դարաձելու ավետարանը։ Արդյոք մենք այսօր ունենք ուրգաններ, որ մեզի արկեր կլանգոր, որ երթանք յետևեն Հիսուսին, ատ ուղությունով, որ ինքը երթագոր ավետարանը հասցնելու ամեն ասկերուն։ Գրնալալ տուն ինձ իսես, եղբայր աստծո ծարայող եմ, անշուշտ Հիսուսին յետևեն եմ։ Շատ լավ։ Բայց արդյոք Հիսուսին յետևեն ես այս ուղությամբ մարդու որսորդը լալու, ավետարանը դարաձելու, թողելու շատ բաներ, ցկելու շատ բաներ, որ պետք է ցկես ադոր համար։ Շատ խորունք են աս հարցումները սիրելիներ։ Աստված գանչ ունի իր եկեղեցին ուղարկելու ասկերուն մեջ, որովհետեւ մենք ավետարանը կարոզենք։ Գրնալալ այն երկրին մեջ որ թունգաս Աստված ուղարկե քեզի այն ասքին կամ ասկերուն, որ իրենք չեն լսած ավետարանը, որովհետեւ երթաս ցանկը տնես գրնալալ երկրե դուրս երթաս այլ ասկերուն եւ ավետարանը կարոզես։ Երկրի մեջ կամ երկրեն դուրս, բայց կարևորը ուղարկե քեզի ինքը։ Ատկացեք արդայդությունը գադարվի քու կյանքիդ մեջ։ Անգեղծ բամոմիտ արդայդվիմ սիրելի եղբայրներ եւ քույրեր։ Մարդ կա գրնալալ հոստեղը ասե, հա, բայց սկսիր ընտանիքի թրացի հետ, հա, լավ ժողովուրդ, պետք է անցնենք մենք այլևս այդ բաները։ Անշուշտ թրացի հետ խոսիր ընտանիքիդ խոսիր, բայց եկեք Հիսուսի դված հանձնարարությունը չբզդիկցնենք, երդասարդ եղբայրներս քույրերս, ով է աս կամերային հետևը ինձ դիտողը չեմ գիտեր։ Հա, ես համաձայն եմ այդ մտքին, որ հələ ընտանիքի հետ սկսիր, թրացի հետ սկսիր։ Հա, եթե անդարբեր ես, ընդհանրապես սկսիր թրացի հետ, ընտանիքի հետ։ Բայց ես կուզեմ որ քու մտքիդ մեջ դեսիլ կմեցնել Աստված քեզի միան ընտանիքի թրացի չգանչած, Աստված քեզի գանչերը ասկերուն։ Գներեք, չեմ ուզեր որ մեգոմը տադել, բայց եթե մարդիկ կան քու կյանքիդ մեջ, որ քեզի կսեն որ լավ է, տուն թրացիդ կով մնացիր, ընտանիքիդ կով մնացիր, հա, բայց տուն չես գանչված թրացիդ կով մնալու։ Քնա թրացիդ ավետարանը կարոզե, ընտանիքիդ ալ կարոզե, բայց ասկերունով պիտ կարոզե, սիրելիներ։ Գրնալալ այո, Աստված գուզե որ տուն ցկես երգիրդ երթաս, դեղմը այո, որ չեր սպասեր տուն եւ մեկը չեր սպասեր։ Սիրելիներ,
սկուշը լանք, թող չխանգարեն մեզի շրջապատող աշխարհային ցանկությունները, չլա։ Հիմա ես կսեմ որ չէ երթալ մեծամասնությունը գրնալ մտածեն դեղը որ հանգիստ է վայլն չէ դեղեր կա հանգիստ չէ սիրեներ այսօր ծառայողներ կան եղբայրներ քույրեր կան Աստծո ծառայող Հիսուս Քրիստոսին ծառայող հանգիստ դեղեր չեն հանգիստ դեղեր չեն վտանգի դակ են հալածանքի դակ են բայց ով պիտի այդ ասկերուն եկեղեցին եթե չի ասնի ով պիտի ասնի մեր սիրտը եթե չլա Աստծո սրդին մեջի եղածին ով պիտի նե ասամենը Սատանան ոչ մեկ չանք չի խնայր որբեսի մեզի յետև բահե ով պիտի արցունք տապե ով պիտի ձունք զրե բայց ով նաև պիտի երթա քալե վազե հոն ով եկեղեցին այսօր ցանկացած եկեղեցի օրինակ հիմա մենք Լիբանանի կյանքի խոսք եկեղեցին ենք ոչ հարանվանության մասին է իմ քարոզս ոչ եկեղեցի անուն մեկ անուն Քրիստոսի մարմինը ճշմարիտ Քրիստոսի հետևորդները Աստծո հոգիով լեցվածները որ Աստծո ժողովուրդն են մեկ հիմնական հանձնարարություն ունին ծառայելու Աստծո ադալ ասի է որբեսի ավետարանը հասցնենք ամբողջ աշխարհին Սիրեներ Աս հայտություն օրը ստացա իմ կյանքս փոխեց եւ շատ օրտնվեցա Ուրեմն Հիսուսը Հովանես Մկրտիչին համար գսե ժողովրդին ով տեսնելու ելակ անաբադը Փափուկ հանտերսներ հակնող մեգումը գսե փափուկ հանտերսներ հակնողները թակավորական բալատներուն մեջ նստած են Եվ օրը աս խոսքը շատ լուրջ ցևով ծառայության կյանքի համար հայտնություն էր ինձ համար որ ով տեսնելու ելակ անաբադը մեկ հատ մտածեցեք նախ ասպարին անաբադը Հովանես Մկրտիչը Աստուծո մեկ գանչվեցավ անաբադի մեջ ջամփան պատրաստող անաբադի մեջի ջամփան պատրաստող դիրոջը ջամփան պատրաստող գոչում ուներ անաբադը սիրեներ անաբադը հաջելի դեղ չէ անաբադը դակ է մեկ խոսքով անաբադը կոմֆորտ դեղ չէ հանգիստ դեղ չէ Եվ այս մարդը գանչվեր էր որովհետեւ անաբադի մեջ դիրոջը ջամփան պատրաստեր եւ նայր մույս խոսքը գսե հանգիստ Փափուկ հանտերսներ հակնող մեգումը դեսնելու ելակ գսե այդ փափուկ հանտերսներ հակնողները թակավորական բալատներում մեջ նստած են Ինչ սել գուզեգոր Փափուկ հանտերսները սելով թակավորական բալատը սելով ինչ սել գուզեգոր Այսօր մեր թեմ այս փորձությունը գասադանային որովհետեւ մենք փափուկ հանտերսները հակնենք թակավորական բալատներում մեջ զարայենք Աստծո սիրեներ Համեմատությունը նայեցեք անաբադ թակավորական բալադ Ինչ սել գուզեգոր Հիսուսը Թակավորական բալադը փափուկ հանտերցը այդ կոմֆորտն է այդ կոմֆորտ կյանքն է այդ հանգիստ կյանքն է որ գխանգարե մեզի որբեսի մենք մտնենք այդ գանչին մեջ որբեսի ավետարանը դարածենք ամեն ասկերուն Այդ փափուկ հանտերսներ հակնողները գսե թակավորական բալատներում մեջն են անաբադ թակավորական բալատ Բադական չէ որ Հիսուսը այդ ծայրայեղ մույս օրինակը տվավ Մեկը անաբադ ծայրայեղ մեկը թակավորական բալատ ծայրայեղություն որովհետև թակավորական բալատը ինչ է ամենահանգիստ ամենակոմֆորտ մարդու բարձր աստիճանի կյանքը գրնա մեկը ապրի թակավորական բալատը Եվ փափուկ հանտերսներ Բայց սիրելի եղբայրներ եւ քույրեր փափուկ հանտերսները եւ թակավորական բալատները մեզի կխանգարեն Հիսուս ասավ եկեք ես ցեզի մարդու որսորդ պիտնեմ գսեց ցկեցին ուրգանները Մենք ալ մեր կյանքի մեջ շատ բաներ պետք է ցկենք Ուր է անստուրացությունը այսօր մենք պետք է խոսենք անստուրացության մասին այսօր թակավորական բալատներու ցանկությունը եւ Փափուկ հանտերսներու ցանկությունը գխանգարեն որ Աստծո ժողովրդին Սիրեներ ծեր գանչին հետևեն եղեք Հովանեսը գանչվեցավ անաբադին մեջ գանչողի ցայնը լալու Թունարուր որ գանչվեր ես փափուկ հանտերսները եւ թակավորական բալատները գխանգարեն որ մեզի
Սխալ չի հասկնակ, հոզ պետք է շեշտեմ, ես չեմ խոսիր որ մենք պետք է աղքատլանք, խեղճ կյանք ապրենք, հեչ կապ չունի ասի, սածից հետ, հեչ։ Աստված մեր հետն է, մեր գարիքները հոգալու, ամեն ինչ։ Ես որ գսեմ որ հիմա հակուստ եւ փափուկ հակուստ եւ թակավորական բալատ, դրամի մասին չեմ խոսիր Ես կխոսեմ որ այն կոմֆորտ կյանքի մասին, որ մեզի գբահե որ հերու մեր ծառայություններ են շատ անգամ, մեր գանչեն Թող Աստված առաջնորդեց եզի ուր գան չվերեք, ինչ նելու գան չվերեք, այնինչ որ հիմա գնեք կորսել չէ սխալ է ես չեմ գիտեր, ես բարձավես կշեշտեմ գոր եւ խոսքը Աստծո բարձրացային գսեմ որ մեր ամենակարևոր հանձնարարությունը որ ունենք Աստծո ադիալ ավետարանը հասցնել ամեն ասկերուն, ուրեմն ասկերը կսպասեն որ մեզի սիրեներ, եկեք ծեր ծերքի դանք եւ մեր սիրտը թողոլա Աստծո սրդի հետ որովհետեւ վեր չկա, որովհետեւ մեր դերը վերաթարնա։ Աստված օրհնեց եզի եւ թող Աստված ասի աղոթքս է Աստված ինքը իր եկեղեցին մեջ արտնցնե այն փապակը որ իր սրդին մեջն է, այն ցանկությունը որ իր սրդի մեջն է, այն ցավը դեր Աստված որ քո սրդիդ մեջն է գործված ժողովրդին անտեպ թունթիր մեր սրդերում մեջ, որովհետեւ մենք անդարբեր չլանք այլ քու սրդի հետ միապան ծառայենք քեզի մեր Աստված Հիսուսի զորավոր անունով ամեն Գողջունեմ բոլորիդ սիրելիներ երկրի ծայրերեն դարբեր երկիրներեն բոլոր անոնք որ գեդևին մեր ծառայությանը Աստված օրհնեց եզի շատեր կհարցնեն ինչպես ֆինանսներով կրնան աճակցիլ մեր ծառայությանը Սիրելիներ այն հեռախոսահամարը որ դուք պիտի տեսնեք վիդեոյի մեջ Գրնակ գապ հաստատել այս հեռախոսահամարին WhatsApp-ի, Viber-ի, Telegram-ի միջոցով, որովհետեւ մենք ձեզի առաջնորդենք եւ ասենք ինչ հնարավորություններ կա ֆինանսներով աճակցելու դեպի Լիբանան։ Աստված օրհնեց ձեզի շատ, ծեր ցանած ամեն սերմը կհրճագեմ, որ դիրոջ կրկնաբադիկ օրհնությունը կա այդ սերմի վրա։ Ամեն։